Ողջույն Նորագիր Նյուզի հարգելի սիրելի հետևորդներ, ձեզ հետ Աննա Մեկունցն է եւ այսօր ես շատ հետաքրքիր հյուր ունեմ։ Իմ հյուրն է այսօր վայրի կենդանիների լուսանկարչուհի Բերտա Մարտիրոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Աննա ջան։ Շատ շնորհակալ եմ, որ իմ հրավերը ընդունել եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես միանգամից ուզում եմ իմանալ, ինչպես դուք սկսեցիք վայրի կենդանիներին լուսանկարել եւ որտեղից է ձեր մեջ սերը դեպի կենդանիները, այսինքն ինչ որ մեկը նպաստել է, որ դուք սկսեք սիրել եւ լուսանկարել կենդանիներին։ Նախ երևի սկսեմ նրանից, որ առհասարակ լուսանկարչությամբ զբաղվում եմ մոտ 15 տարի արդեն։ Իսկ վայրի կենդանիների լուսանկարչությունը սկսել եմ թռչունների ուսումնասիրությունից։ Մոտավոր 5-6 տարի առաջ սկսեցի հետաքրքրվել թռչուններով, սկսեցի սովորել ու ուսումնասիրել, թե ինչպես տարբերել մի թռչունը մյուսից, հատուկ դասընթացների գնացի, որը որ Կարեն Աղաբաբյանն էր կազմակերպում։ Դասընթացների շրջանակներում ոնց որ սովորում էինք տարբերել Հայաստանում հանդիպող թռչուններին, ու սկսեցի նաև զուգահեռ լուսանկարել թռչուններին, ինչը օգնում էր այդ սովորելու process-ին։ Այսինքն լուսանկարում էի, հետո գալիս էի փորձում էի գրքով հասկանալ, թե օրինակ սա ինչ եմ լուսանկարել, ինչ տեսակ է։ Ու այդտեղից կամաց-կամաց սկսեց սերը դեպի թռչունների լուսանկարչություն ու հետո արդեն նաև այլ կենդանիների։ Այ օրինակ հետաքրքիր է, ձեր աղվեսիկի շարքը շատ լայն տարածում է գտել Facebook-յան հարթակում, ես ինքը շատ սիրահարվել եմ հենց աղվեսիկի շարքին, վտանգավոր վայրեր եք գնում, ինչպես է հաջողվում, արդյոք չեն լինում ինչ-որ վտանգավոր վայրեր, ամեն դեպքում ռիսկային է։ Դե նախ ասեմ, որ ենթադրում եմ, որ այդ աղվեսիկի մասին մենք խոսում ենք, որի մասին մենք խոսում ենք, դա բուսաբանական այգում նկարված աղվեսն է, այսինքն Երևանում եմ նկարել այդ աղվեսին։ Այդ երևի ամենա տենց անվտանգ իմ ճամփորդությունն է եղել, բայց իհարկե շատ են լինում դեպքեր, երբ վայրի բնության մեջ օրինակ տեղեր եմ գնում, որոնք որ ունենում են մեծ ռիսկեր, այսինքն թվում է թե ռիսկը նրա մեջ է, որ տեղում կան վայրի կենդանիներ, բայց հիմնական ռիսկը հենց այդ միջավայրն է, այսինքն մոլորվելու հավանականությունը, սղալ ընկնել, կապ չունենալ, չհաշվարկել ժամերը վերադառնալու ու մութը ընկնելու, այսինքն նման բաները շատ ավելի ռիսկային են, քան անմիջական վայրի կենդանու հետ հանդիպումը եւ դրա հետևանքները։ Իսկ ձեր հետ պատահել է, որ դուք գնաք, ժամանակը կորցնեք, մոլորվեք, չգտնեք հետդարձի ճանապարհը։ Մի քանի անգամ եղել են նման դրվագներ, չեմ ասի, որ ինչ որ տենց կրիտիկական ավարտ են ունեցել կամ շատ մեծ դժվարություններ ա եղել, բայց հա եղել են մի քանի դեպքեր, երբ որ մի ճանապարհով գնացել եմ, բնականաբար այդ տեղով որտեղ գնում էի, չկար արահետ, ու անտառի միջով գնում էի, մի հատ քարանձավ էի քարտեզով գտել, ուզում էի գնալ այդ քարանձավը գտնեի, վերջապես հասա քարանձավին ու արդեն հետադարձը ոնց որ մութը սկսել էր ընկնել, որոշեցի այլ ճանապարհով հետ գնալ, որը որ ինձ թվաց ավելի կարճ կլինի, ու տենց մոտ մի ժամից ավել քայլելուց հետո պարզվեց, որ այնտեղ անդունդ է ժայռերի, որը որ չէի քարտեզով գտել, այսինքն չէր երևում, քանի որ ինքը անտառապատ է, չէր երևում, որ այդտեղ անդունդ է, դե ստիպված հետ եմ վերադարձել նույնտեղ, հետո նույն կետով ոնց որ արդեն Մենակով եք կողմնորոշվում այդպիսի տարածքում, այսինքն կողմնորոշվելու խնդիր չունեք, որովհետև դա էլ մեծ խնդիր է մեր օրերում։ Դե չէ, եթե նախնական ինչ-որ որոշիչ բաներ ունենում ես, հա, նույնիսկ եթե այդ պահին կապ չունես, բայց հիշում եմ քարտեզը ինչ տեսք ուներ, այսինքն չգիտեմ, ժայռից պետք է իջնեի գետի մոտ, գետից թեքվում ես հոսքով դեպի ներքև կամ վերև եւ այլ այդպես ինչ-որ մոտավոր պատկերացում ունեմ։ Ну, հա, համել լոգիկայի ոնց որ բան կա։ Իսկ որ կենդանին կամ թռչունն է ձեզ ամենաշատը սպասեցրել մեկ կադրի համար։ Ամենաշատը սպասեցնելը ու կարող եմ ասել սպասեցնելու մասով երկար ժամանակ փորձում էի արջ նկարեի ու միշտ հետքերը տեսնում էի, չգիտեմ, տարբեր այլ իր առկայության մասին ոնց որ հետքեր կային, բայց ինքը չէր լինում ու մոտ 1 տարի փորձում էի նկարեի արջ
ու ոնց որ վերջապես հաջողվեց, երևի առաջին անգամ 2 տարի առաջ հաջողվեց նկարել, բայց մի այլ հետաքրքիր պատմություն էլ կա, երբ որոշել էի այս տարի Բեզոյրյան այծեր նկարել, կրկին, շատ ունեմ նկարած Բեզոյրյան այծեր, բայց ոնց որ հերթական անգամներ ու բանում էի, նորավանքի կիրճում էի ու այդ կիրճով ճանապարհից արդեն դուրս է եկել ու քայլում էի, որոշեցի մի հատ հարմար ինչ-որ տեղ գտնեմ, այսինքն դե այստեղ կնստեմ, շատ լավ տեսանելիություն ունեմ, որ կողմից էլ որ այծերը դուրս գան, այս կողմից դուրս գան կտեսնեմ, այն մյուս կողմից եւ այլ, ասես շատ լավ մի հատ լավ դիրք ընտրեցի, նստեցի ու սկսեցի սպասել։ Դրանց մոտ մի կես ժամ սպասեցի, այս կողմում նայում չկա, այն կողմ չկա եւ այլն։ Սպասելուց հետո, ասի դե լավ տեղս երևի փոխեմ, սխալ լավ տեղ չեմ ընտրել։ Ու վերկացա շրջվեցի, տեսնեմ մի 10-15 մետրի վրա մի հատ Բեզոյրյան այծ, ինձ քարի վրա ոտքը ոտքին դրած, ինձ անեմ ուղակի։ Ոնց որ այսքան ժամանակ ինքը ինձ հետևում էր, սպասում էր ու դրանից հետո իհարկե շատ հաջող նկարեցի, հետո իր ձագուկը մոտեցավ քարի վրա կանգնեց երկար ժամանակ, դրա հետ կապված էլի շատ հաջող վիդեո ունեմ, լուսանկարներն են շատ լավ ստացվել։ Այն նման ժամանակ դուք մասկիրովկաներ օգտագործում եք, ինչ-որ հագուկ կապ հատուկ։ Նայած, այդ կոնկրետ այդ դեպքում չեմ օգտագործել, բայց լինում են դեպքեր, երբ օգտագործում եմ։ Ունեմ, այսքան։ Իսկ եղել է, որ դուք պատրաստվեք շոմերով, սպասեք կենթանիներին, որ նկարեք, փոխարենը կենթանիներին իրենք մոտենան, իրենք ձեզ ուսումնասիրեն, հոտ-հոտեն, չգիտեմ, այսպիսի հետաքրքիր պատմություններ կհիշեք արդյոք։ Ինձ թվում է այս նախկին պատմությունը հենց դրա մասին էր, իսկ որ տենց անգամ մոտանան, որ հոտ-հոտան, չի եղել։ Իսկ այ հետաքրքիր է որպես լուսանկարչուհի, որ թռչնակին կհամարեք ամենաբարդ մոդելը եւ որ կենթանուն։ Թռչուններից իհարկե Հայաստանի թռչուններից կարող եմ նշել վայրի հնդկահավը, որը որ ռուսերեն անվանում է ուլարա։ Այդ թռչունին իհարկե տեսել եմ բազմիցս, բայց շատ բարդ է մոտենալը ու չունեմ հաջող լուսանկար այսքան տարվա ընթացքում։ Երևի այդ թռչունին կանվանեմ բարդ մոդել որպես թռչուն։ Իսկ կաթնասուններից միանշանակ հովազը կարող եմ ասել, այսքան։ Փորձել եք նկարելու, չի ստացվել հովազ։ Փորձել եմ ու չի ստացվել, տեսել եմ մենակ հետքերը, իրան երբեք չեմ տեսել։ Իսկ կա այդպիսի կենթանի, որին ուղղակի երազում եք նկարել, սիրուն ֆոտոշարք ստանալ, բայց ցավոք սրտի չունեք այդ հնարավորությունը։ Չունեմ հնարավորությունը նկարելու այդ կենթանուն։ Ինձ թվում է հայերենով չգիտեմ ոնց կլինի անվանումը։ Սնեժնի լեոպարդ է կոչվում, Snow Leopard, ինքը Հիմալայներում է, հա, այդ տարածքում է ապրում, այսինքն հյուսարևմտյան Հնդկաստան, Մոնղոլիա, մի քիչ Տիբետ, ինքը էլի շատ բարդ նկարվող կենթանի է, շատ դժվար ու հուսով եմ ինչ-որ պահի կնկարեմ։ Դա աստված։ Մի հետաքրքիր պատմություն կհիշեք կապված ձեր նկարահանումների հետ եւ կենթանիների հետ կապված։ Ցանկացած հետաքրքիր պատմություն։ Ցանկացած հետաքրքիր պատմություն։ Հուսով եմ դրանք շատ են։ Հա, ուղղակի ինձ պետք է ինչ-որ հուշող բան, որպեսզի կոնկրետ այդ պատմությունը ինչ-որ հստակ պատմություն հիշեմ։ Իհարկե կա արջի պատմությունը, որին որ ինչպես պատմեցի, փորձում եմ երկար ժամանակ նկարել, կարող եմ դա պատմել։ Առաջին անգամ հա, երբ որ փորձում էի նկարել արջին, ուրեմն հեռադիտակով տեսա ժայռի ոնց որ գլխին կանգնած էր ու մի անգամից պայուսակս վերցրեցի, գնացի դեպի այդ ուղությամբ։ Մոտ 40 րոպե ժայռերով անտառներով քայլելուց հետո հասա այդ տեղը, որտեղ որեն տեսել էի հեռադիտակով, դե բնականաբար էլ այդտեղ չէր։ Ու մոտակայքում անտառ կար, որոշեցի գնամ այդ անտառում սպասեմ ու այնտեղ ոնց որ քարաթափա ու անտառի եզրն է, եզրային հատվածն է։ Որից այդ անտառում սպասեմ, եթե քարերի վրա որտեղից էլ որ դուրս գա, էլի լավ տեսանելիություն կունենամ ու կտեսնեմ։ Բնականաբար դուրս չեկավ, որոշեցի շատ շոգ ժամ էր, հա, ցերեկվա ժամ էր, ամառ։ Որոշեցի մի քիչ քնեմ։ Քնեցի անտառում, զարթնեցի,
ոչինչ չէր փոխվել։ Ու էլի որոշեցի փոխել իմ ուղղությունը, հա, գնալ այլ ուղղությամբ։ Բարձրացա ոնց որ երկու կողմից պատկերացրեք քարաթափա տեքստը ու մեջտեղի հատվածում թփուտներ են։ Ու բուսականությունը։ Այդ գագաթային հատվածը, այսինքն երկու քարաթափի մեջտեղում գագաթային հատվածում որոշեցի նստեմ ու սպասեմ էլի այդ նույն դրամաբանությամբ, որ երկու կողմից լավ տեսանելիություն ունեն, որ կողմից էլ որ դուրս գա, որտեվ գիտեի, որ տարածքում արջը հեռու չէր կարող գնալ։ Ու այդտեղ էլի նստած եմ իմ համար մոտ մի ժամ նստեցի, սպասեցի ոչ մի բան, այդ ժամանակ այդ բանով էի, հագուստով էի հատուկ, որ տենց քողարկող։ Սպասեցի ոչինչ, մեկ էլ այդ ներքևի հատվածում սենց ինչ-որ թփերը սկսեցին շարժվել ու այդ շարժի ժամանակ զգում եմ ինչ-որ արջի ձայն է նաև ուղեկցում, ինչ-որ սենց ձայներ է գալիս այդ թփերից ու այդ շարժը բարձրանում է դեպի ինձ։ Այսինքն այսքան ժամանակ քնած էր այդ արջը, զարթնել էր։ Չեք վախեցել դուք ընդհանրապես հիմա։ Ու սենց քայլում եմ, ոնց որ չեմ տեսնում ես իրան, բայց այդ թփերի շարժը դեպի որ ինձ է բարձրանում ու սկսեցի այդ ժամանակ ոնց է քանի որ նախապես տեսել էի հեռատակով որ արջը մենակ արջ է, ձայքերի հետ չի, խոշոր չի։ Հիմա ոնց որ ինչ պետք է անեի, պետք է արջին նախ տեղեկ պահեի, որ ես ստեղ եմ, իրանք էլ բնականաբար խուսափում են մարդու այդ հանդիպումից։ Սկսեցի բարձրաձայն խոսել մենակով, արևմտահայերեն, չգիտեմ ինչի։ Իսկ ինչ եք խոսում, Չգիտեմ, ինչ-որ անկա բաներ էի խոսում, այդ արջին ուղված ինչ-որ ուղղածներ էր մոտս, խոսում բան էի անում, չեմ հիշում կոնկրետ, բայց հիշում եմ, որ արևմտահայերեն էր այդ ամեն ինչը տեղի ունենում։ Հա, այդ արջը բայց շարունակում էր գալ, ու մոտավոր մի 10 մետր հեռավորության վրա ոնց որ կանգ առավ, էլ չշարունակեց վերև։ Երևի ձայնը սկսեց լավ լսել։ Այդ որ ինքը կանգ առավ, այդ ընթացքում ես արագ այդ քարաթափի վրայով գնացի այն մյուս կանաչ հատվածը։ Ասի լավ, այստեղ կսպասեմ, հիմա այս արջը եթե հանգարց որոշի, որ պետք է հարձակվի, ստե լիքը տարածությունն եմ, էլի դուրս կգա երևացող տեղը, հա, այստեղ հենց կնկարեմ իրան, բայց ոնց որ դուրս չեկավ։ Բայց նման դեպքերում շատ ռիսկային եք դուք քայլեր ձեռնարկում, հա, օրինակ եթե կենթանին հարձակվեց, դուք մենակ եք լինում նման դեպքերում, ձեր պաշտպանությունը ով է պատասխանատուն, եթե ձեր այդ ինչ-որ բան հանկարծ Աստված մի արած է տեղի ունենա։ Դա նայեք վիճակագրորեն եթե նայենք, ավելի շատ մարդ մահանում է ավտովթարներից, չգիտեմ, կարմիրի տակ անցնելուց եւ այլ լիքը բաներից, քան օրինակ արջի հետ հանդիպումից, որտեվ արջը ինքը ի սկզբանե խուսափում է մարդու հետ հանդիպումից, եթե ինքը ունի հնարավորություն մարդու հետ չհանդիպելու, ինքը օգտվում է այդ հնարավորությունից։ Արջը մարդկանցից խելացի է, ինչ խոսք։ Նենց որ ինքը թվում է շատ ռիսկային, բայց մեծ հաշվով այդքան շատ ռիսկային չի։ Ունեք այդպիսի կադր, որ շատ չարչարվել եք, որ ստանաք այդ կադրը, բայց այնպես է ստացվել, որ բաց եք թողել եւ ահա որ ափսոսում եք։ Այսինքն չեմ ստացել։ Հա, ժամերով նստել եք, սպասել եք, ինչպես դուք եք ասում, գտնում եք ձեր սիրելի վայրը, տեղավորվում եք, սպասում եք, բայց ցավոք սրտի այդ ամենասիրուն կադրն էր, որը հիշվեց, չստացվեց եւ հիմա ափսոսում եք այդ կադրի համար։ Եվ որ կենթանու հետ կապված կլիներ այդ կադրը։ Չէ, ինձ թվում է չի եղած այնպես դեպք, որտեվ եթե ես տեսնում եմ պոտենցիալ հնարավորություն, որ ստեղ կարա լավ կադր լինի, ես մաքսիմալ ինչքան որ պետք է սպասում եմ ու ինձանից ինչ հասանելի ուժ եւ եռանդկաներ դնում եմ, որ այդ կադրը ստանամ։ Չկա տենց դեպք, որ ես մտածեմ, որ այստեղ եթե մի քիչ ավել սպասեի կամ մի քիչ արագ քայլեի կամ մի քիչ դանդաղ քայլեի կամ ինչ որ բան անեի, ավելի լավ կադր կստանայի ու ալարել եմ չեմ արել։ Չէ։ Ձեր շրջապատը ինչպես է վերաբերվում ձեր այդ ռիսկային քայլերին եւ ձեր այդ սիրուն նվիրված կենթայիներին նկարելուն եւ թռչուններին նկարելուն։ Այ դուք պատմում եք, որ դուք գնում եք, արջին եք սպասում, արջն է գալիս, այսինքն սա իր մեջ վտանգ ներկայացնում է, ինչպես է նայում ձեր շրջապատը այդ ամենին։ Ինձ թվում է լավ են նայում։ Չեն անհանգստանում, չեն Դե հաստատ վախենում, չեն անհանգստանում ասում են։ թող մի զբաղվի։ Չէ, ինձ թվում է եթե ինչ որ մեկը իմ շրջապատից ասի, որ թող մի զբաղվի, երբ պետք է շրջապատս փոխեմ։ Այդ կարգ եք սիրում ձեր գործը։ Հա։ Լավ, իսկ ցուցահանդեսներ սպասվում են մեզ։
Ճիշտ ասած ունեցել եմ վերջերս ցուցահանդես, քանի որ գնացել էի Քենիա։ Ու այնտեղից շատ լիքը հետաքրքիր բաներ էի նկարել, ունեցա վերջերս ցուցահանդես, որտեղ որ մոտավոր 50-ից ավել լուսանկար էր ցուցադրված։ Իսկ առաջիկայում չունեմ նախատեսած ցուցահանդես այս պահին, բայց հավանականություն կա, որ կլինի։ Այ հետաքրքիր է, եթե ստիպված լինեիք ամբողջ կյանքում նկարել միայն մեկ կենդանու կամ մեկ թռչունի, որ կենդանին կամ թռչունը դա կլիներ։ Այդ ժամանակ երևի կհրաժարվեի։ Չէ, չեմ կարող մի կենդանու ամբողջ կյանքում նկարեմ կամ մի թռչունի, չէ, ամբողջ կյանքում։ Եթե ամբողջ կյանքը մի տարի է տևելու, հա, բայց ոնց որ Իսկ եթե ձեր լավագույն լուսանկարը կարողանար խոսել, ըստ ձեզ ինչ պատմություն նա կպատմեր մեզ։ Նախ պետք է հասկանալ, որ նա լավագույն լուսանկար է ու իմ համար շատ դժվար կլինի ընտրել հիմա, նույնիսկ մտաբերել հավանական թեկնածուները, որտեվ շատ ունեմ նկարներ, որոնք որ ես ինքս հավանում եմ։ Լավ, վերցնենք ընդհանրացված, ինչի մասին են պատմում ձեր լուսանկարները, ինչի մասին կխոսեին նրանք, եթե կարողանային խոսել։ Ինչի մասին կխոսեին, եթե կարողանային խոսել։ Բարդ հարց է։ Բարդ պատասխան չգիտեմ ինչ ասեմ։ Լավ, իսկ ըստ ձեզ ո՞րն է այն հատկությունը, հատկությունները, որոնցով որ պետք է օժտված լինեն հենց ձեր տեսակի լուսանկարիչները։ Անverջ սովորելու ցանկություն եւ ունակություն, համբերություն, գիտահեն լինելը, ջանք չխնայելը ու այլի լիքը բաներ կան իրականում, փոքր բաներ են, աննշան, որոնք որ թվում է թե կարևոր չեն, բայց շատ կարևոր են, այսինքն ամեն մի մանրուք, թեկուզ առավոտյան շատ շուտ արթնանալու ունակությունը, ցանկությունը ինքը շատ մեծ բան է այս գործում, որտեվ հիմնականում այն ինչ կատարվում է բնության մեջ, այն ամենալավ կադրերը իրանք առավոտվա 5-ին արթնանալ են ենթադրում։ Լավ, մի փոքրիկ բլից հարցեր եմ ձեզ համար պատրաստել։ Մայրամուտ թե արևածագ։ Արևածագ։ Մութ թե լույս։ Լույս։ Երկինք, բնություն թե ծով, լեռներ։ Լեռներ։ Այսինքն ծով չեք, նախընտրում չեք, սիրում։ Սիրում եմ, բայց եթե պետք է ընտրեմ լեռներ։ Ահա։ Կուզենայիք օրինակ նավարկությամբ լուսանկարել։ Լուսանկարել եմ նավարկությամբ։ Եվ ինչպիսի տպավորություններ կան։ Հետաքրքիր էր, հավասար, բայց ինձ թվում է ոդկովը այսքան քայլելով ամենալավ տարբերակն է։ Ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր որ նայում են ձեզ, ոգեշնչվում են ձեզնից եւ ուզում են իրենց առաջին քայլերը անել հենց այս տեսակի լուսանկարներ անելու համար։ Խորհուրդ կտամ շատ կարդալ, այսինքն ընտրել մի տեսակ, որն ուզում եք լուսանկարել, կարդակ այդ տեսակի մասին, հա, ուսումնասիրեք տեսակին, որից հետո նոր գնաք նկարելու ու կտեսնեք, թե ինչքան ուրիշ են ստացվում լուսանկարները, երբ ճանաչում եք ձեր մոդելին։ Դե ինչ շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հուսամ դեռ կհանդիպենք, հուսամ դուք կունենաք ձեր ցուցահանդեսները, շնորհակալ եմ։ Ես եմ շատ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնում եմ, սիրելի հետևորդներ, որ ձեզ հետ էր Աննա Մեկունցը եւ իմ այսօրվա հյուրն էր վայրի կենդանիների լուսանկարչուհի Բերտա Մարտիրոսյանը։ Կհանդիպենք։